Տիկին Պապոյան որոշմանը անդրադառնալով գոհեք։ Տնային կալանքը ինքնին շատ ինտենսիվ խափանման միջոց է, գրեթե թե կալանքի հետ հավասար, այնուամենայնիվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր միջնորդությունը կալանքը վերացնելու մասով բավարարվեց, այս պայն թերևս այդքանով գոհ եմ։ Մի բան ասեմ, այս վերջերս մի տեսակ ոնց որ տրենդային է դարձել, խիստ կալանքները փոխարինել տնային կալանքով, տպավորություն է, որ սատարաններն են համաձայն օրինակ պաշտպանական կողմի միջնորդություններին, բայց որպեսզի ավելի բարձրալների շատ չնեղացնեն, միջանկյալ որոշում են ընդունում դա տնային կալանքները, օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում։ Ես այդ մասով դատանի փոխարեն չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել, թե ինչ հանգամանքներից ելնելով է կիրառել ինքնին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք, այնուամենայնիվ թերևս ես կնշեմ, որ ամեն դեպքում սա պաշտպանական կողմի համար փոքրիկ, բայց հաղթանակ է։ Դա ևս բողոք հարցեր է, թե դրա հետ կապված կքննարկենք մեր վստահողի հետ պաշտպանական թիմի անդամներով, դրանից հետո կորոշենք։ Պետք է թե բողոքարկեք արդեն վճռաբեկ դատարանում։ Այո։ Երբ ազատ կարգացնենք առհասարակ բողոքների քննություն, դատավճիռի դեմ ներկայացված եւ հանրային մեղադրողի եւ մեր կողմից ներկայացված բողոքների Մեղադրյալների մասով ինչ է։ Այո։ Նույն կազմի։ Դատարանը երբ տուն կտանի, երբ տուն կուղարկի Գիտեք, ես հուզմունքից նույնիսկ չլսեցի, թե դատարանը ինչքան գրավի գումար սահմանեց, ամենայն հավանականությամբ այո։ Փաստացի մտավախությունը այն է, մեղադրող կողմի նաև փաստարկային է, որ Դավիթ Համբարձումյանը կարող է լքել Հայաստանը, չգիտեմ, փախուստի դիմել, Ինչպես տեսանք, հանրային մեղադրողի դիրքորոշումը ոչ միայն դա էր, այլ նաև հանրային մեղադրողը արձագանքելով դատարանի այն հարցին, որ այն պայմաններում, երբ որ Դավիթ Համբարձումյանը ըստ էության քրեակատարողական հիմնարկում հայտնվելու գիտակցումով միևնույն է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, ինչով է հիմնավորում հանրային մեղադրողը թաքնվելու մտավախությունը։ Հանրային մեղադրողը հնչեցրեց այն դիրքորոշումը, որը ըստ էության իրավաբանության հետ ավերջ չունի եւ առնվազն պրոֆեսիոնալ չէ։